Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարց սողում եմ երկու պատգամավորներին, ելով կցանկանա կարող է արձագանքել։ Ինչու այնուամենայնիվ Միացյալ Նահանգների նախագահին չի հաջողվում հիշել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունը, Հայաստանի անունը։ Հայաստանը համեմատում է, ասում է Ալբանիա եւ երեք տեսանք Ալբանիայի վարչապետի պահվածք ասեմ, մի խոսքով հումոր ասեմ, եւ Նիկոլ Փաշինյանին էլ ասում է մյուս տղան։ Ինչու չի հաջողվում Թրամփին հիշել Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանին՝ ի տարբերություն Ալիևի անվան, որը բավականին լավ տալիս է, ասում է Ադրբեջանի նախագահը, որ ղեկավարել է 22 տարի։ Շնորհակալություն։ Ինձ միշտ հետաքրքրում է, օրինակ դուք ղեք մենակ հարցի մի կողմը տեսնում, ասենք Ամերիկայի նախագահը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը շփոթվել է իր հրապարակային խոսքում, Ադրբեջանին էլ ինչ որտեղ ոնց որ թե անվանել է Կամբոջա, չէ՞։ Դե լավ, հիմա շփոթվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, շնորհակալ եմ հարցի։ Ամեն դեպքում այդ միջադեպը կամ միջադեպերը որևէ կերպ բովանդակության վրա, քաղաքական եւ դիվանագիտական բովանդակության վրա հարաբերությունները չեն ազդում եւ շարունակում են զարգանալ մեր երկկողմ հարաբերությունները, նաեւ եռակողմ հարաբերությունների կոնտեքստում։ Ես մի բան էլ ավելացնեմ, մենք հիմա խորհրդարանական ճեպազրույցների ֆորմատն է, որտեղ ամփոփում ենք նախորդ ազգային ժողովի լիագումար նիստերի աշխատանքները, քաղաքական օրակարգը, եւ ես վստահորեն կարող եմ պնդել, որ ձեր հարցը որպես առաջին հարց բրիֆինգի ընդհանրապես կապ չունի Հայաստանի Հանրապետության օրակարգերի հետ եւ ընդհանրապես կարեւոր չի եւ մեր հանրությանը բացարձակապես չի հետաքրքրում եւ խնդրում եմ ձեզ տալ հարցեր, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության օրակարգերից եւ քաղաքացիների ու պետության շահից։ Ազատություն։ Շնորհակալություն, երկու պատգամավորներն էլ կարող են արձագանքել։ Ի վերջո ունեք տեղեկություններ, վարչապետ Փաշինյանը Ալիևից ճշտեց, թե ինչ նա նկատի ունի, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքը անվանում է Զանգեզուրի միջանցք։ Գիտեք, որ նա այդ հարցադրումը արեց եւ ՄԱԿ-ի ամբիոնից եւ անգամ ԵԽԽՎ-ի իր ելույթում ասաց, որ ադրբեջանցի իր գործընկերը քարտեզի վրա պետք է ցույց տա, թե դա ինչ է նշանակում։ Արդյոք ի վերջո Ալիևը բացատրել է, որտեղ մինչև Ալիևի բացատրությունը Փաշինյանը տվել է իր բացատրությունը, որ դա իր պատկերացմամբ Հորադիզի եւ Զանգելանի ճանապարհն է եւ ինչպես նա Խարորիայի ընթացքում ասաց փաստորեն, որ ավելի կարճ է Զանգեզուրի միջանցքը, քան Զանգելան Հորադիզ, դրա համար Իլհամ Ալիևը ասում է Զանգեզուրի միջանցք։ Նաև սրանք խնդրեմ արձագանքել, որտեղից իրեն այդ բացատրությունը։ Շնորհակալություն։ Ես վստահ եմ դուք տեսել եք երեկվա հանդիպման ավարտին հրապարակված մամուլի հաղորդագրությունը, որը նույնական էր հրապարակել ինչպես Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը, այնպես էլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, եւ այնտեղ շատ հստակ ֆիքսված է, որ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը ի թիվս այլ հարցերի քննարկել են նաեւ Հայաստանի տարածքով անցնող թրիփի ուղի ենթակառուցվածքային ծրագրի հետ կապված հարցեր եւ կարծում եմ սրանով հարցը կարելի է փակված համարել, որովհետեւ եւ ես կուզենայի նաեւ դուք երեք ձեր ռեպորտաժում այդ մասին անդրադառնայիք, բայց այդքան նշեցիք, շարունակում եք նշել, որ դեռևս արձագանք չկա, բայց արձագանքը դա էր, արձագանքը հենց այն է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը նույն կերպ են անվանում այն ենթակառուցվածքային ծրագրին, որը անցնում է Հայաստանի տարածքով։ Ալիևը ասում է թրիփ, ասում է ուղղակի այդ թրիփը անցնելու դուրս այլ նախագծեր, ճանապարհներ, միջանցքներ, այլ երկրները ինչպես ցանկանում են թող անվանեն։ Մենք գիտենք մեր տարածքով անցնող նախագծերի անվանումները, մեր ապաշրջափակման եւ ենթակառուցվածքների զարգացման համալիր ծրագիրը կոչվում է Խաղաղության խաչմերուկ, իսկ այն ենթակառուցվածքային ծրագիրը, որը Հայաստանը իրականացնելու է Միացյալ Նահանգների հետ, կոչվում է Թրամփի ուղի հանուն միջազգային զարգացման եւ խաղաղության։
Ալիևը նշում է թրիփի ուղին, նա չի խորշում այդ ձևակերպումից, պարզապես ասում է թրիփի այդ ուղին, Թրամփի ուղին, թրիփը անցնելու է Զանգեզուրի միջանցքով։ Ի վերջո այդ պարզաբանումը դուք կարծում եք հնչել է Կոպենհագենում Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում։ Ի վերջո բարձր ամբիոններից հենց վարչապետն է այդ հարցադրումն արել, այդ պահանջը ներկայացրել։ Նայեք, ինձ հետաքրքրում է, թե միայն որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնյա, ինձ հետաքրքրում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր անվանումները նշվեն եւ հնչեն այնպես, ինչպես դրանք կան, եւ երեկվա հանդիպման արդյունքներով մամուլի հաղորդագրությունը այդ առումով ինձ լիովին բավարարում է։ Ներողություն, եթե հիմա Ալիևը նորից ասի Զանգեզուրի միջանցք, դա այլևս չի մտահոգելու մեզ հայկական կողմին։ Եթե թույլ կտակ, ես ամփոփեմ եւ ամբողջությամբ կիսելով գործընկերոջս խոսքերը, կան պաշտոնական ստորագրված հաստատղթեր, որտեղ կան հստակ նշված անուններ, պայմանավորվածություններ։ Մենք ելնում ենք պաշտոնական հաստատղթերից եւ պայմանավորվածություններից։ Մնացած բոլոր խոսույթները ուրեմն չեն կարող լեգիտիմ լինեն, եթե վերաբերելի են Հայաստանի Հանրապետության սուվերեն որևէ տարածքի։ Բայց արդեն մենք նշեցինք, որ երեկվա հանդիպումից հետո երկու երկրները նույն հաղորդագրություններ են տարածել եւ առայն, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով անցնող ճանապարհը ուրեմն ունի TRIP անունը եւ որևէ մեկը ձեր կողմից հիշատակված անուններով չի խոսում Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ եւ չի կարող խոսել։ Հայաստանի Հանրապետությունն է որոշում իր սուվերեն տարածքում գտնվող տեղանունները, Ադրբեջանն էլ որոշում է իր սուվերեն տարածքում գտնվող ճանապարհների, քաղաքների, գյուղերի տեղանունները։ Իմ հարցը հետևյալն է, եթե այս հայտարարությունից հետո Ալիևը կրկին օգտագործի Զանգեզուրի միջանցք ձևակերպումը, դա մեզ համար խնդրահարույց լինելու է, թե Ես խնդրում եմ, եթե ապա հարցադրումներին չենք պատասխանում, որովհետև հազարատ եթե կարող ենք հիմա մենք ասել։ Եթե, ապա եթե։ Մենք ելնում ենք իրավական երկկողմ փաստաթղթերից, որի տակ կա նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությունը։ Կենտրոն հեռուստաընկերություն երեք Արարատ Միրզոյանը լեհական հեռուստաալիքին տված հարցազրույցում մասնավորապես ասել է, որ ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը։ Եթե դեռ կան, նախ խնդրեմ հստակեցնեք էլի, որոնք են այդ նախապայմանները եւ ի վերջո, եթե դեռ կան այդ նախապայմանները եւ որոնք հայկական կողմը չի կիսում, այդ դեպքում ինչպես ենք պնդում, որ Երևան-Բաքու խաղաղությունն այլևս փաստ է, երեք էլ խորհրդարանում մեծամասնությունը Երևան-Բաքու խաղաղության մասին հայտարարություն ընդունեց։ Շնորհակալություն։ Խաղաղությունը փաստ է նրա բերումով, որ երկու երկրները հաստատել են, համաձայնվել են, որ հաստատում են խաղաղություն եւ նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը եւ խաղաղության հռչակագիր են հրապարակվել, բայց խաղաղությունը process է, խաղաղությունը մի իրադարձությամբ չի ամփոփվում։ Կան գործողություններ, որոնք պետք է արվեն, այդ թվում եւ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը եւ ավերացումը։ Կարծում եմ նախարար Միրզոյանը նկատի ունեցել շարունակվող քննարկումը խաղաղության ադրբեջանական կողմում ոչ թե Հայաստանի հետ քննարկումները, այլ Ադրբեջանի կողմից անդադար սահմանադրության փոփոխման հարցի բարձրացումը, որպես նախապայման ենթադրում եմ սա է նկատի ունեցել նախարար Միրզոյանը, մենք մեր դիրքորոշումները հայտնի են այս հարցի կապակցությամբ եւ մենք շարունակելու ենք բանակցությունները, որպեսզի հնարավորինս շուտ հնարավոր լինի ստորագրել խաղաղության պայմանագիրը բայց ոչ միայն մյուս բոլոր ուղղություններով մենք շարունակելու ենք ակտիվ աշխատել եւ բանակցել Ադրբեջանի հետ, որովհետեւ առանց դրա այդ փաստը խաղաղության չի կարող մնալ փաստ, պետքա անընդհատ այդ փաստը սնուցել բանակցություններով, աշխատանքով, քննարկումներով։ Այսինքն սահմանադրության փոփոխությունը միակ նախապայմանն է մնացել ադրբեջանական կողմից։ Ես ճիշտ ասած ադրբեջանական կողմը չեմ ներկայացնում եւ միշտ հորդորում եմ իմ լրագրող գործընկերներին հարցերը հղել ադրբեջանական կողմի դիրքորոշումները բարձրելու համար, բայց այս պահին ինձ հայտնի հարցը, որը
Ադրբեջանը բարձրացնում է խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին, դա սահմանադրության հարցն է։ Եվ ես էլ ներողություն հավելեմ ձեր հարցի երկրորդ հատվածին։ Երեք այո, կարևորագույն հայտարարություն ընդունեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ, ինչով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը կարևորում է օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերը եւ աջակցում է այդ փաստաթղթերով ուրեմն ամրագրված պայմանավորվածություններին եւ գործընթացներին եւ ազգային ժողովը իր լիազորությունների տիրույթում որպես խորհրդարանական պետության ուրեմն գերագույն մարմին ամեն բան անելու է որպեսի խաղաղության գործընթացը հաջողությամբ պսակվի։ Ես նաև պետք է այստեղ չեմ կարող չառանձնացնել, որ երեկվա այդ հայտարարության թե քննարկմանը, թե քվեարկությանը չի մասնակցել խորհրդարանական ընդդիմությունը եւ խորհրդարանական ընդդիմությունը ըստ էության փախել է դահլիճից դրա նախորդ հարցի քննարկման եւ քվեարկության պահին, իսկ նախորդ հարցը հիշեցնեմ կիբերանվտանգության մասին մայր օրենքն էր, որը ուղիղ կապ ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության հետ, ուղիղ կապ ունի եւ ընդդիմությունը հայտարարություն արեց, որ մեր համար չափազանց կարեւոր է այս նախագիծը, մենք պետք է գնանք եւ քննարկենք, գանք եւ մեր դիրքորոշումը արտահայտենք արդեն եւ չվերադարձավ դահլիճ, որպեսի չմասնակցի, ուրեմն Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն, ուրեմն այս իրադարձության վերաբերյալ հայտարարության ուրեմն քննարկմանը եւ ըստ էության սա էս ուզեցա ցանկացա պարտադիր շեշտել, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան, թե ուրեմն խորհրդարանական ընդդիմությունը նաեւ ինչ օրակարգերով է առաջնորդվում։